Ողջույն սիրելիներս, ինչպես խոստացել էի, ձեզ եմ ներկայացնում անուշաբույր գաթայի բաղադրատոմս, դե ինչ սիրելիներս, սկսենք հավաքել բաղադրիչները։ Թասի մեջ լցնում ենք 4 բաժակ ալյուր, վրան ավելացնում 1 թեյ գթալ վանիլ, 300 գրամ կարագը անցկացնում ենք քերիչով, այսպես փշրանք ենք պատրաստում, փոս ենք բացում, մեջը լցնում ենք կես բաժակ մածուն 1 թեյ գթալ սոդայով և 1 ճաշի գթալ քացախ, 100 գրամ թթվասեր և 3 ձվի դեղնուց, չմոռանանք մի փոքր էլ աղ ավելացնել, հունցում ենք փափուկ խմոր և թողնում 4 ժամ հանգստանա։ Այնուհետև պատրաստենք խորիզը, 200 գրամ կարագին ավելացնում ենք 1 բաժակ շաքարավազ, լավ տրորում, ավելացնում 1 թեյ գթալ վանիլ, 1 բաժակ ալյուր, տրորում, ստանում այսպիսի փշրանքանման զանգված։ Խմորը բաժանում ենք 3 մասի, պատրաստում գնդեր, ապա յուրաքանչյուր գունդը այսպես գռտնակով լավ բացում ենք, վրան շաղ տալիս խորիզը, փաթաթում, գռտնակով տափակացնում ենք, նախշեր անում, քսում ձվի դեղնուց, կտրատում և ուղարկում ջեռոց և ֆելու 200°C ջերմաստիճանում։ Ահավասիկ արդեն գաթաները պատրաստ են, անուշաբույրը տարածվել է ողջ խոհանոցով։ Սիրելիներս, հետևեք իմ էջին, պահպանեք տեսանյութը, հավանեք և դուք էլ անպայման պատրաստեք այս անուշաբույր շերտավոր մածունով գաթայից։ Բարի ախորժակ, ձեզ նոր հետաքրքիր բաղադրատոմսեր են սպասվում։